Հաղթանակի տոնը հիշատակի օր է, երբ մենք հիշում ենք մեր պապերին, իրենց սխրանքը, բոլորով միշտ դուրք ենք տալիս այդ սխրանքին, մայիսի 9-ին, նշելով այդ հիշատակը, որը որ երբեք չենք մոռանա։ Պարոն Սաֆարյան, դուք հաշտեք, որ այլևս եռատոն չէ այսօր։ Ես նշեցի այսօրվա խորհուրդը, ավելացնելու բան չունեմ։ Մենք այս տոնը Հայաստանը Ռուսաստանի հետ միասնաբար նշել է երկար տարիներ, այս պահի դրությամբ այս տոնի զուգահեռ դուք նկատում եք հայ-ռուսական հարաբերության լարվածության պատճառով որևէ ճգնաժամ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ։ Ես չէի անվանի դա ճգնաժամ։ Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ որ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, եւ մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը։ Ռուսական լրատվամիջոցները գրում էին կոշտ զրույց է եղել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ, արտգործնախարարությունը նախորդին չէր մեկնաբանել, եթե կարելի է, թե դուք կարող եք մեկնաբանել այս պայմանությամբ դեսպանի արտգործնախարարություն կանչվելու փաստը։ Այդ իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր, եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Բովանդակությունը ինչ է կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։ Թե կներեք Զելենսկու ելույթի վատ տարածում նկատի հայ-ռուսական հարաբերություններ Զելենսկու այցից եւ այլ հայտարարություններից հետո կրկնեք ձեր հարցը։ Այս ֆոնին երբ դեսպանն է կանչվում Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ մտահոգություն չունի հայկական կողմը, որ հնարավոր է սրացումներ նկատվեն հայ-ռուսական հարաբերություններում։ Այս պայմանությամբ մենք նորմալ կոնտակտի մեջ ենք մեր ռուս գործընկերների հետ եւ այդպիսի գնահատական ես չէի տալու։ Պարոն Սաֆարյան, կներեք, նշեցիք հայտագրում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի վերաբերյալ կա իրենց դժգոհություն միջոցառումների հետ կապված, թե ուղիղ Զելենսկու ելույթ։ Եթե կարիք կա, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցենք, այս պայմանությամբ ես չեմ ուզում մեկնաբանել։ Եթե կարիք լինի, նոր դեպքում կհրապարակվի։